Առավոտվանից ներկայացրեցի, որ խախտումները մի քանի տեխնիկական ու բովանդակային բնույթի են դասակարգում, տեխնիկականները ներկայացրեցի, որ օրինակ սկսած տարածքից տվյալ ընտրատեղամասային տեղամասի չի համապատասխանում քանակին, այն ընտրողների ու լրացուցիչ նեղվածություն է ստեղծում, ասեմ ավելին, մենք գիշերվանից ենք սկսել մոնիթորինգ անել, բոլոր քաջատեղյակ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ հեռարձակում է ապահովում ընտրատեղամասերից, ուղիղ այո, բոլոր ասեմ ավելին, բայց գիշերը մենք արձանագրել ենք, որ մեկ ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումը անջատված է եղել, բնականաբար դրա վերաբերյալ արձանագրումը կազմված, ասեմ ավելին, եղել են տեղամասային կենտրոններ, որտեղ քվյախցերի հետևի հատվածները հասանելիություն են ապահովել խախտելու ընտրական իրավունքի գաղտնիությունը, այսինքն հետևը արկա եղել աստիճաններ, չկնքված, չկապարակկված դուռ է եղել, որը բացելու արդյունքում հնարավորություն է եղել, մենք գիշերը ահազանգել ենք, օրինակ եղել է քվյախցի կողքը ցայտաղբյուր, այսինքն երբ այլ քաղաքացի մոտենար փորձեր օգտվել ջրից, կտեսներ մյուս քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը։ Որտեղ են դրել, որ ցայտաղբյուր ա եղել։ Դպրոցի մեջ մշակութային կենտրոններ մեջը ցայտաղբյուր կար, բայց մեր ահազանգից հետո փակել ենք։ Տեսեք, դա կոմունիկացիաներն են ապավել, որ ջրից ասի չզրկվեն։ Չէ, ի սկզբանե եղել է նորություն նոր տեղադրված կոմունիկացիոն համակարգ չի եղել, ի սկզբանե այդտեղ արկա եղել, բայց պարտավորվածություն կա քվյախուցը այնպես ապահովել ու տեղադրել, որպեսզի որևէ կերպով մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը չխախտվի։ Իսկ այս պարագաներում բոլոր իմ կողմից մատնանշված հստակ արձանագրումներով տրված է։ Հա, շարունակենք բովանդակային խախտումներից ունեցել ենք արձանագրված էլի ընտրական իրավունքի գաղտնիության խախտման երկու դեպք, երբ քաղաքացին հրապարակայնորեն ցույց է տվել այն քվյաթերթիկը, որը ընտրում է, դուք գիտեք, դա քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է, անգամ իր ընտրության իրավունքը քաղաքացին իրավունք չունի հրապարակել տեղամասային կենտրոնում, դա որակվում է որպես քարոզչություն։ Ունեցել ենք եւս մեկ դեպք, որը ցույց չի տվել, բայց հրապարակել է, թե որ քաղաքական ուժին է ցանկանում իր քվեն տա, ունեցել ենք իրավիճակ, որ քաղաքացին քվյաթերթիկները վերցնելուց հետո հրապարակային դրանք պատռել է, հեռացել է, հետո վերադարձել է տեղամասային կենտրոն, կրկին ցանկություն է հայտնել այնուամենայնիվ իր ընտրական իրավունքը իրականացնել։ Ունեցել ենք դեպքեր, երբ ընտրությունների մասնակցող տեխնացուն նաև վստահված անձ է եղել, արձանագրում ենք կատարել ու հեռացվել։ Քաղաքացիական պայմանագրի ուժի անվանական ավագանում տեխնացուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել։ Այդ արձանագրվել է։ Այս պահի դրությամբ հրապարակում ենք, արձանագրում ենք անում, այնուհետև կարծում եմ մեր արձանագրումների հիման վրա ամփոփիչ արձագանք է տալու։